Դուք ամեն տարի գալիս եք Հերհերձոր։ Ամեն տարի գալիս եմ։ Պապիս ես չեմ թաղել իր աղբրդանց հետ, բայց տեղը գիտեմ, որ այստեղ են թաղված 4 աղբերով, շները հարձակվել են տան վրա, տատս հաց թխելուց եղել 18 թվականի մայիսի 23-ին։ Մտնենք են ես, հերս ու հորողբերս 3 տարեկան կեղն է, հերս 5 տարեկան։ Տատիս կարծեն են, այս երեխեք ու հերը ուր է, հեր չունե, հերը մեռել է։ Տատիս 2 ոտն ու 2 թևը կջարդեն։ Տնենք պատի տա գործ չկարան է շանսերի։ Հորողբերս 3 տարեկան կեղն է, աղջիկ ջան։ Քցենք հարման թնդիր։ Վերջը նորից էլ ինչ վերցեն է։ Չիս է տատս, որ դուրը ատարի ամրոցը գիտեք, ատար որ չորցնելու համար գալաղ գշարեն, որ չորնա այդ գալաղի տագը փորել են, 4 աղբոր այդտեղ թաղել են։ Փագել են որ մեկեր չկարծեն նոր այդտեղ մարդ է թաղված էլի, թողնեն հեռնան նոր այդիկ աղբրդանք դուրս կան։ Հորողբերս որ գվարվի արդեն ձենցուկ չկա, հորս կցեն թնդրի, գրագի մեջ։ Ճարվիկ կեղն է հերս մեկիչ, կաղկնի թնդրի շրտեր են, եկեր դուրս կուկա գելնի խժոցից պախել, պաբս աղբրդանցով ձենը գիմանան, գելնին կուկան, իրանք ձերքով շները հրացանով, սվինով, խշտիգով, դանագով, ծագրտեն գը 4 աղբորն էլ, մեր գյուղից 120 տղա, Ձեր գյուղը որն էր։ Սպիդագի նախկին Ղաչաղան, Լեռնավան, տանինգը ջրաշեն գյուղ կա մեր կողքը, ջրաշենի եկեղեցին գլսնեն, 150 տղա է ջրաշենից, 5 օր հետո ոսկի գուզեն, որ ազատ են, ով որ կունենա տանիք ուտակ ազատ է, ով որ չունենա, մենք չենք ունենա, բերեն, մանին քանեն այդ սարի գլուխը, ընդից գլորեցած, տատս ամեն տարի օղորումից հերանցավորած բոլորին, որ քանի կենտանի էր մայիսի 20-ը կուկար կսկսեր լացը, չենք ուզե կբենք էլի սրդին, գիտենք որ էլի մեկ կսկիտ մե մրմուր կա, սի մամ էինք ասում, մամ ջանսի, ինչ է եղել որ դուրսի միշտ մայիսի 20-ին, 22-ին, 25-ին միշտ օրերով լաց կեղնի, սե բալաջան, ինչ պատմեմ, սա սրդի կկդնի, սի պատմեմ մամ ջան, դը պատմեց որ սավ հաց կտխեի, սները սարի տիճան, հարցրին մարդը դուր է, ով կա տունը, սավ ես էլ թակ ծրել էի մարդը ուստե կրդանցից, սավ, հալաղի թակ, սավ, այս օրը կծի։ Հիմա դուք որպես ցեղասպանվածի պատրաստ եք ներելու թուրքերին։ Ինչ անելու։ Պատրաստ եք ներելու։ Ինչին ներել։ Որ ասում են պիտի արդեն համերաշխ ապրենք։ Ինչին ապրես համերաշխ, աղջիկ ջան։ Իսի ծառեն կես տասոր ճուղ կգտրես։ Կարող է խաղողի ծառ դուրս գա։ Շնից շուն ու կես կծնվի։ Եթե մենք այսօր պիտի դրանց հետ համագործակցենք, դե թող մեկը ելնի մի 100-ը 1000-ը, ասեն թե այո օրինական կատարվել է ցեղասպանություն, մենք մեղավոր ենք, մենք ներողություն։ Իրանք իրանց մեծերու շներու կերած կեղդը այսօր ուրանան հրաժարվինգը։ Իմի եդի որ եկուց ճամպա, ասում եք կամուս բանանք ճամպա, ուր բանաս ճամպեն, ում համար բանաս, են որ եկավ, ես մեր ազգին չեմ թերակնադեմ, ենք փողասես ժողովուրդ ենք աղջիկ ջան, կարվուն ջանցավ ես կողմ, թե չէ, կսե տանը $200,000 փող կուտա,
Դու էլ գիտես, որ տունը դաժե 20,000։ Քսես տուր։ Կուդա կարնի, մյուսին, կուդա կարնի, մենք էստեղ կորին կոդաս տակ։ Լավ վատ, էլի հիմի յոլա կերտանք։ Չնայած հիմի յոլա եստալ չէ, կեսը սուտ ընդիմադիր են, վերի պերնին որ սոսկեն էլել է, էտ մասրկեն որ Սերժն ու Ռոբերտ Քոչարյանը գտալեի լապեինգը, կողքերեն թապրդազներն էտ շներգը, կողքի այսօր վեորինանց կպաշպան է։ Էնանք կլիզեի, իմի այսօր դանք միավորվինգը, չենս էտ է, ես ինչ կկադարվի, մենք թույլ ժողովուրդ ենք, մենք իսկական քրիստոնյա ենք, որ կսե մե երեսիտ խպեն շուրկտուր մեգել է, իմի մեզի երեսներուս էլ են խպե, գլխներուս էլ են խպե, պետական ունեցվածքնել են թալանել, և այսօր նորից այս փոքր պետության մեջ միավորումներ, խմպակներ կստեղծեն, կառանձնացնեն պետությունը, չորստեղ գջոգեն, մե պետություն նոր 3 միլիոն ժողովուրդ չունենա, 300 առանձին կուսակցությունն էլ ինչ պետություն։ Նաև ցեղասպանությունն է Իրանում, չէ։ Ցեղասպանությունը, ով որ հանցագործը, ելնիկս էտ է, ես հանցագործ եմ, Չէ, չեն ասում պետք է ցեղասպանությունը նորից տեսնենք ոնց է կատարվել Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն չէր միջեցնում։ Նիկոլ Փաշինյանը խելք ունենա, ես ափսոս ունեմ, որպես հայ երիտասարդի։ Նրա գիտակցությունը այդքան է, նրա սրսկումով վերքը կբուժեն, բայց սրսկումով խելքը չեն կարա բուժեն մարդու։ Այդ մարդու խելքը ունտունակությունն այդքան է։ Իմի այդ մարդը հետևը սուր առաջ չուր, են կողմ փախի կսե վտանգավոր է, են կողմ փախի վտանգավոր է։ Ստիպված իրա դիրքը ժամանակավոր պաշտպան է։ Այդ աղջիկ չա։